Երբ և ինչպես առաջին անգամ համակրեցիք Բևեռին։ Սասնա Ծռեր ապստամբությունից հետո ես հետևորդն եմ ազգային ժողովրդավարական Բևեռի գաղափարների։ Երբ առաջին հանրապետության իրավահաջորդությունը դարձավ կարևոր և պետականաշինության հիմք։ 2016 թվականին Սասնա Ծռերի ապստամբությունը երբ որ սկսվեց, այդ ժամանակվանից ես համակրում և աջակցում եմ Սասնա Ծռերին, իսկ հետո արդեն ազգային ժողովրդավարական Բևեռին։ Հենց սկզբից երբ ձևավորվեց Բևեռը, որովհետև ծանոթ էի նաև հիմնադիր անդամների գործունեությանը։ Ինչն է միավորում ձեզ և Բևեռին։ Բևեռի քաղաքապարացությունը կմիավորե զիս, որովհետև ես անգերձորեն կհավատամ ազատ, անկախ, միացյալ Հայաստանի իր ոսենյան սահմաններով։ Գաղափարը, կամքը, ազնվությունը և վճռականությունը։ Հայոց պետության վերականգնման գաղափարը։ Ինձ միավորում է նրանց պետականամետ մտածողությունը, ազգային շահերի հետապնդումը, ազգային պետության հիմքերի գծումը և Վիլսենյան իրավարար վճռի հիման վրա մեր օրինական փաստաթղթին հետամուտ լինելը։ Կրկին և կրկին գաղափարները և պայքարը։ Գաղափարախոսությունը, ծրագրերը, ազգային ծրագրերը։ Ինչ պետք է փոխի Բևեռը Հայաստանում։ Պետք է փոխի այն կեղտը, որը կուտակվել է այս 4 իշխանությունների օրոք։ Մտածելակերպը հանրության, հայրենատիրության առաջնային դառնալը և քաղաքական գնահատական տա մեր անցյալին։ Ազգային ժողովրդավարական Բևեռը Հայաստանում փաստորեն պետք է գցի ազգային պետության հիմքերը, որը մինչև հիմա չի եղել։ Հայ մարդու ընկալումը, որ իր գոյության հիմքը հայոց պետականությունն է։ Ինչ եք պատասխանում նրան, ով սնահավատ է Բևեռի հանդեպ։ Պարզապես ասում եմ ծանոթացի ազգային ժողովրդավարական Բևեռի ծրագրերի հետ, երբ որ ծանոթանաք և լսեք իրենց, չի կարող որևէ հայի սրտով չլինի։ Այն անձինք, որոնք չեն հավատալ Բևեռի քաղաքապարացության, իմ կարծիքով դքեր են ու չեն գիտեր մեր պատմությունը, մեր անցյալը, մեր միտքը, մեր գաղափարները։ Փորձեք հաճախակի հետևել ազգային ժողովրդավարական Բևեռի YouTube-յան և Facebook-յան ալիքներին, անպայման կհավատաք, համեմատելով իրողության հետ։ Լսել ու լսել Բևեռի գործունեության և արածները և անելիքները։ Ինչու է պետք աջակցել Բևեռին։ Որովհետև միակ ուժն է, որը չի ֆինանսավորվում ոչ մի օլիգարխի կողմից, ոչ մի այլ ուժերի կողմից, ոչ ներսի, ոչ դրսի։ Հայաստանակենտրոն, պետականամետ և ազգային պետություն ունենալու նպատակ, որի համար միայն և միայն լայն ժողովրդական մասսաների աջակցությունն է պետք։ Որովհետև Բևեռը ուժ է դարձել, արդեն դարձել է և պետքա դրան ուժեղացնել։ Հիշենք Նժդեհին, երբ որ նա ասում էր Զմյուրնիայի հայության փողերով կարելի էր մի ողջ Հայաստան գնել։ Երբ որ կապիտալը չի աջակցում գաղափարին, գաղափարը երկար կյանք չի ունենում։ Այ դրա համար է պետք աջակցել Բևեռին։ Որովհետև այն բացառիկ ուժն է, որ բոլոր անդամները մաքրամաքուր հայեր են, առանց վատ բաքգրաունդի, այսպես ասած, և պետք է աջակցել, որպեսզի իրենց ծրագրերը կարողանան իրականացնել, և այս տարիների ընթացքում իրենք ապացուցել են, որ թե ինչ նվիրյալներ են և երբեք give up չեն եղել, հետ չեն կանգնել իրանց ծրագրից։